Բերքի տոնը ճիշտ է անցել է, բայց այսօր մենք տոնում ենք բերքի տոնը։ Տերոջն է։ Ամեն ինչ համար փառք եւ գոյություն իրեն։ Ուղղակի պիտի կարդամ հետեւյալ համարը, շատ անգամ մենք խորհրդատում ենք բերք պիտի լինի ենթադրենք սեպտեմբեր, հոկտեմբեր, այդ բերքը միշտ պիտի լինի։ Եվ որն առաջնային բերքը։ Եսայի մարգարեության մեջ, երբ որ մենք կարդում ենք ուշադրություն դարձեք, խոսում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրայով, 53-րդ գլուխ 11 համարի մեջ գրված է. իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնե եւ կշտանա։ Իր գիտությամբ պիտի արտարացնե իմ արտար ծառային շատերին, որտեղ նրանց անօրությունը ինքը գրեց։ Իր անձի աշխատության պտուղը։ Քուրս ջան, եղբայրներ ջան, այսօր ամեն մեկ անձնավորություն թե մարմնավորապես, թե հոգեվորապես աշխատում եւ ամեն մեկը իրենց անձի աշխատության պտուղը պիտի ստանան։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, Երեմիայի մարգարեության 21-րդ գլուխ, նայեք ինչ ասում Տերը մեզ Երեմիայի շուրթերով։ Երեմիայի մարգարեություն 21-րդ գլխի մեջ 14 համարում ամենակալ ասված ինձ եւ քեզ հետեւյալն է հորդորում 21-ի 14 համար գրված է. բայց ես պիտի այցելեմ ձեզ ձեր գործերի պտուղների համեմատ։ Այսօր ամեն մեկ անձնարություն իրեն կյանքի մեջ ավորցը մեկ բան անում է։ Աստծո նպատակը հետևյալն է, որ ես եւ դու հասկանանք, որ առաջնայինը դա հավիտենական կյանքն է։ Բուն կյանքի վրայով էր Քրիստոս գալության նպատակ։ Եվ ունի եղբայր երբ որ հիշեցրեց, ուղղակի մեկ համար ուզում եմ հիշեցնել անպակում մարգարեության մեջ, ունի եղբայրը խնդրեց, որ այդ համարը կարդամ, 3-րդ գլխի 17-18 համարներում ինչ էր ասում ամենակալ ասված. Թեր թզեն ինչ ծաղկե, որտերի վրա բերք չլինի։ Ձիտեն ու արդյունքը ստե եւ արտերը կերակուր չտան։ Կտրվի ոչխարը փարախից եւ աչար չնի կոմումը, սակայն ես Տերովը պիտի ցնցամ, իմ փրկության Աստծովը ուրախանա։ Իրեն անունը փառավորվի։ Այսօր երբ որ նայում ես անձնավորությունը ինչու են ուրախանում, որն է իրենց ուրախությունը։ Այս մտքի վրա անպակումի խոսքերվա ուզում եմ անդրադառնալ 3 երիտասարդների վիճակին՝ Միսակ, Սեդրակ, Աբեդնագով։ Իրենք կանգնած են մահվան կամ ապրելու վիճակի վրայով։ Եվ ուշադրություն դարձեք, ինչ է տեղի ունենում։ Նաբուկոդոնոսորը արձանը կանգնել էր Դուրայի դաշտի մեջ եւ ասել էր, որից է մեկ անձնանություն, եթե այս արձանին երկրպագություն չանի, պիտի մեռնի։ Եկան լուր բերեցին, ասեցին, որ այդ 3 երիտասարդները մերժում են։ Ուղղակի ուզում եմ ցույց տալ անպակումի եւ տանել մարգարեության մեջ բուն միտքը, որտեղ որ ամենակալ ասված ինձ եւ քեզ ուզում է հասնել։ 17 համարի մեջ կամ 16 համարից կարդում ենք Դանիել մարգարեության 3-րդ գլուխ 16, 17, 18 համարներն են։ Մենք պետք չունենք այս բանի մասին քեզ պատասխանելու, ով Նաբուկոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով փորփոքված հնոցից, եւ քո ձեռքից ով թակավոր, նա մեզ կազատե, եւ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թակավոր, որ քո ասում մենք չենք պաշտում, քո կանգնած արձանին երկրպագություն չենք անում։ Ինչ է ուզում ասել այս երիտասարդները, իրենց բուն միտքը հետեւյալն է, որ երկրպագությունը Տերն է, որ իրենց ուրախությունը Աստված է։ Եթե նույնիսկ մեռնենք, մենք դավանում ենք, որ ինքն է փրկիչը եւ ինքն է երկրպագությունը։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք նայում ենք մարդկային վիճակի վրայով, շատ անգամ ես մեջբերում եմ անում Ասապին 73-րդ Սաղմոսի մեջ Ասապ ուներ խնդիր։ Իրեն մարմնավոր խնդրվածները չի կատարվե։ Եվ ասում է քիչ է մնացել ոտքերս ծրվեն, բան չի մնացել, որ գնաս կսա։ Որն էր պատճառը։ Եվ այսօր շատ քրիստոնյաներ խորում մտածում են հետևյալը, որ ասոյ բուն նպատակը հետևյալն է, եկել է, որ քո սրտի ուզածը տալու, ոչ սիրելիս, Աստված եկել իրեն սրտի ուզածը տալու։ Քո սրտի ուզածը ժամանակավոր է։ Հիմա եթե Աստված քո սրտի ուզածը երակի կամ քառակի անգամ ավելին տա, ամենը կես ժամ, հետո նորից նույն վիճակը պիտի ունենաս։ Եվ նայեք Ասապի վիճակը փոխվեց։ Եվ նայեք Ասապը ինչ է արդեն ասում,
73-րդ Սամոսի հետևյալ համարն եմ ուզում կարդալ, որտեղ որ ամենակալ Աստված հորդորում է ինձ եւ քեզ, Արթուշ եղբայրը որ ասեց, երբ որ մենք նայում ենք 4 տիպի հոգևորներ կան, իսկ բուն հոգևորի գործունեությունը որն է, 17 համարի մեջ գրված է, մինչև որ Աստծո սրբության տեղը մտա։ Ասապի կյանքում փոփոխությունը տեղ ունեցավ այդ վիճակից, երբ որ ինքը մտավ Տիրոջ սրբության տեղը։ Եվ ուշադրություն դարձեք, Ասապի արդեն խնդրվածքը լրիվ փոխվել է։ 25 եւ 26 համարներում հետեւյալն է ասում. Ո՞վ եմ ես երկնքում, քեզնից ջոկ բան, չեմ ուզում երկրա, թեև մարմինը սիրտս մաշվի, Աստված հավիտենական իմ սրտի ոճն է ու իմ բաժինն է։ Ինքը համաձայն է, սիրտը մարմինը մաշվի, լոկ միայն մեկ բան, որ իրեն սրտի ուրախությունը լինի Տերը։ Այսօր մեր աշխատության պտուղը ո՞րն է։ Ինչի համար ենք աշխատում։ Ինքը Տերը ասում է, բայց ես պիտի այցելեմ ձեզ, ձեր գործերի պտուղի համեմատ։ Այսօր ամեն մեկ անձնություն պիտի պատասխան տա։ Ամեն մեկ անձնություն պիտի կանգնի Տիրոջ առաջ։ Եվ թող Տերը օգնական լինի, որ այսօր ես եւ դու մտածենք առաջնայինը հոգևոր պտուղի վրա։ Հիշում եք, երկրորդ օրինաց գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք, ամենակալ Աստված ինձ եւ քեզ հորդորում է հետեւյալ կերպ։ Եվ առաջնայինը ո՞րն է։ Երկրորդ օրինաց 28-րդ գլխի մեջ եմ կարդում, մեր բոլորի շինության համար նայեք ամենակալ Աստված առաջի համարից հետեւյալն է ասում ինձ եւ քեզ։ Եվ եթե քո Եհովասոյի ձայնին ուշադրությամբ լսես, զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանքները, այսօր քեզ պատվիրում եմ քո Եհով Աստվածան ներողություն։ Եվ այսօր քեզ պատվիրում եմ քո Եհով Աստվածանից էլ քեզ երկրից բոլոր ազգերից գերազանց կանա։ Եվ այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան, քեզ կհասնեն, եթե քո Եհովասոյի ձայնը լսես, դու քաղաքի մեջ օրհնյալ, դաշտի մեջ օրհնյալ կլինես։ Օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, գողերի ծնունդը, ոչխարների թոթերը։ Օրհնյալ կլինի քո կողովը, քո դաշտը, դու օրհնյալ կլինես մտնելիս, օրհնյալ կլինես դուրս գալիս։ Նայեք ինչքան օրհնություն է բերում, բայց ո՞րն է առաջնային օրհնությունը։ Օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը։ Այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, մեր ամեն մեկի համար առաջնայինը պիտի լինի սա։ Մեր որովայնի պտուղը, մեր զավակները։ Նույն միտքը երկրորդ օրինաց 7-րդ գլուխ 13-րդ համար կարդում ենք, նայեք ինչ ասում Տերը։ Եվ քեզ կսիրեմ, քեզ կորտնեմ եւ քեզ կշատացնեմ եւ կորտնեմ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո ցորենը, քո կինին, քո յուղը, գողերի ծնունդը, ոչխարների թոթը, այն երկրը, որ քո հայրերին երդում արավ քեզ տալու համար։ Առաջնային տեղը դրված է քո որովայնի պտուղը։ Այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի որևէ մեկին չեմ ուզում ցավեցնել։ Ասա խոսքի մեջ գրված է քո աշխատության պտուղը։ Այսօր մենք շատ անգամ ուրիշ վիճակների վրա ենք աշխատում, մարմնավորի, կարող է ուրիշների հոգևոր կյանքի մեջ ուրիշների վրա աշխատենք, բայց այսօր առաջի բուն նպատակը քո որովայնի պտուղն է։ Եվ թող Աստված օգնական լինի, որ այսօր մեր որովայնի պտուղը իրոք լինի եկեղեցու մեջ։ Ամենամեծ օրհնությունը սա։ Ինչ օգուտ որ պիտի աշխատես, եւ վերջնակետում պիտի կանգնես դատարկ։ Եվ կուզեմ հետեւյալ հիշեցնել, մենք շատ անգամ այս մասին խոսում ենք, երբ որ կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, Հովհաննես ավետարան 15-րդ գլխում ինքը Տեր Հիսուս Քրիստոսը հետեւյալն էր ասում, որ ինքն է որդը։ Եվ ուշադրություն դարձեք, ուր է տանում մեզ ամենակալ Տիրոջ խոսքը։ Եվ ինքը ուզում է, որպեսզի այսօր ամենս պտղապեր լինենք։ Ես եմ ճշմարիտ որդը, իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ ինձ անում եւ պտուղ չէ բերում, նա կտրում է նրան։ Եվ ամեն պտուղ բերողի մաքրում է, որ ավելի պտուղ լինի։ Երկու համար եմ ուզում մեջ բերում անել, սրա մասին է շատ անգամ խոսել եմ։ Առաջինը Մարկոս ավետարան 11-րդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք, գրված է, որ Տեր Հիսուս Քրիստոսը Բեթանիայից երբ որ դուրս եկավ, սովեց։ Մարկոս 11-13-րդ համարներն են։ Երկրված է, հերվանց մի թզենից արտեսավ, որ տերևներ ուներ։ Գնաց թե արդյոք հնարավոր է մի բան կգտնի, երբ որ եկավ մի բան չգտավ, բայց միայն տերևներ, որովհետև
թզի ժամանակը չէր։ Ուշադրություն դարձեք, այսօր շատերը այդ տերևներն ունեն փարիսեցական հավատքը, բայց Աստծո նպատակը հետևյալն է՝ մեր վրա պտուղ տեսնելը։ Եվ մեկ համար եմ ուզում սրան շարքապել Ղուկաս ավետարանի մեջ, երբ որ մենք կարդում ենք 13-րդ գլխում գրված է հետևյալ միտքը, Այկեպանի առակն է, այնտեղ գրված է 7, 8, 9 համարներն են։ Եվ Այկեպանին ասաց, ահա 3 տարի որ գալիս եմ պտուղ որոնելու այդ թզմը վրա, եւ չեմ գտնում, գտիր դրան, ինչու՞ դա երկիրն է խափանը։ Նա էլ պատասխանեց, Տեր այս տարի թող դրան, միջով որ դրա 4 կողմը փորեմ, աղբացեմ, թերևս պտուղ բեր, ապա եթե ոչ, եկող տարի գտիր դրան։ Սիրելիս, ուղղակի հարցը ինձ եւ քեզ է ուղղված։ Քանիսի համար դարձանք միջոց Քրիստոսին գալու։ Չէ՞ որ ամենակալ Աստված մեզ չի կանչել ոչ միայն մեզ համար, այլ երբ որ մենք կարդում ենք Մատթեոս ավետարանի մեջ, ինքը Տեր Հիսուս Քրիստոսը վերջի հորդորն էր տալիս աշակերտներին, առաքյալներին, ասելով հետևյալ միտքը. ուրեմն գնացեք ամբողջ աշխարհը աշակերտեցեք։ Եվ Մարկոս ավետարանի մեջ 3-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք կանչվածներ առաքյալներին, հետևյալը պատվիրեց Տերը 12 հոգի կարգեց, որ իր հետ լինեն եւ որ նրանց ուղարկե քարոզելու։ Այսօր բուն գործունեությունը քո, որ ապրես այնպիսի կյանք, Քրիստոս կյանք, որ մարդիկ քո կյանքը տեսնելով դարձի կանապաշարան։ Թող Տեր օգնական լինի։ Այսօր մենք շատ անգամ խոսում ենք մարմնավոր պտուղների վրա, չգիտեմ ինչերի վրա, իսկ հոգևոր պտուղ կա թե չկա։ Տերն օշնի, որ կա բերք, բարիք։ Երբ որ մենք նայում ենք, Աստված միշտ ողորմություն ա, իր ժողովրդին երբեք սոված չի թողել։ Այն օրը ուրեմն Սևան գնացել ենք ցեկի համար, ու ճանապարհին եղբոր հետ խոսում ենք։ Աստված միայն Սևանի սիկայով Հայաստանը 5 տարի պահեց։ Աստված չթողեց։ Եվ հետաքրքիր է 5 տարի զոր եւ գիշեր ցեկները որսում էին, բերում էին, վաճառում էին, ու ցկու չպակասեց։ Որն էր պատճառը։ Սա ասում մեծ ողորմություն էր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մարմնավոր պտղից մենք վնաս չենք կրել, բայց հոգևորին անպայման կվնասվենք։ Այսօր Աստծո նպատակը սա է, որ ես եւ դու պտղաբեր լինենք։ Եվ երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք, ամենակալ Աստված խոսում է Մատթեոս ավետարանի մեջ ինձ եւ քեզ հետ ասելով հետեւյալը, որ կարդամ այդ տողերը։ Կարդում եմ 7-րդ գլուխ Մատթեոս ավետարան 16-րդ եւ 17 համարը եւ 18-ը։ Իրենց պտուղներից նրանց կճանաչեք։ Միթե փշերից խաղող են քաղում կամ տատասկից թուս։ Այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում եւ չար ծառը չար պտուղ է բերում։ Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ամեն ծառ, որ բարի պտուղ է բերում, չի բերում, կտրում եւ կրակի մեջ չի գցում։ Ուրեմն իրենց պտուղներից է ճանաչեք նրանց։ Այսինքն այսօր Աստծո նպատակը հետեւյալն է, որ ես եւ դու այդ պտուղներն ունենանք։ Եվ ուզում եմ կարդալ եւս 2 համար եզրափակելով առաջինը Եփեսացիս թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք 5-րդ գլուխ 9-10 համարների մեջ նայեք ինչ ասում Տերը, որովհետեւ հոգու պտուղը ամեն բարությունով է եւ արտարությունով եւ ճշմարտությունով։ Եվ Գաղատացիս շատ անգամ այս համարը կարդացվել է 5-րդ գլուխ 22-րդ համարի մեջ գրված է, բայց հոգու պտուղն է։ Եվ ուշադրություն դարձեք, այս որակները պիտի մեր կյանքի մեջ լինեն։ Մենք երբ որ խոսում ենք պտուղներից, մարմնավոր պտուղներ կան, բայց բազում անգամ ասել եմ սա։ Սուրբ Գրքի մեջ չի գրված հոգու պտուղներն են, գրված է հոգու պտուղն է։ Եվ հոգու պտուղը իրեն մեջ այս որակները պիտի ունենա։ Եթե որից է մեկը հանես, ինքը այլևս հոգու պտուղ չէ։ Գրված է հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուշկալություն։ Եթե ժուշկալությունը հանես, սա հոգու պտուղ չի լինի։ Եթե խաղաղություն հանես, հոգու պտուղ չէ։ Եթե քաղցրություն հանես, հոգու պտուղ չէ։ Այս ամենը բերում է ընդամենը մեկ վիճակ է, որ ես եւ դու այդ որակը ունենանք։ Թող Տիրոջ անունը փառավորե։